Կենտրոնի եթերում անցուդարձն է, եկեք միասին ու կարճ ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Հայաստանը մինչև այս պահը որևէ զիջման չի գնացել, քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղարն է վստահեցրել, անդրադառնալով խաղաղության պայմանագրին։ Հայաստանի Հանրապետությունը մինչև այս պահը ոչ մի զիջման չի գնացել եւ ոչ մի պահանջ չի կա, ոչ մի զիջման չի գնացել, ոչ մի ներողություն, ոչ մի զիջման չի գնացել։ Հարգելի գործընկեր, դուք հասկանում եք, որ մենք խոսում ենք համաձայնագրի մասին եւ համաձայնագրի տեքստում որևէ բան չկա, որը վերաբերելի է Հայաստանին եւ վերաբերելի չէ Ադրբեջանին։ Եվ հետեւաբար, եթե դուք անվանում եք զիջում մի բան, որը որ երկկողմ, դե կիմանաք, հիմա ես ձեզ մեկնաբանում եմ տեքստը, քանի դեռ չկա իրավական հնարավորություն տեքստը հրապարակելու, բայց ես ձեզ վստահեցնում եմ, երբ որ դուք կարդաք տեքստը, ձեզ համար մի տառ անգամ անծանոթ չի լինելու, ես դրանում ձեզ վստահեցնում եմ։ Իշխող ուժի падգամավորի կարծիքը ոչ բոլորն են կիսում։ Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի խոսքով Ադրբեջանի պահանջները բավարարելուց հետո գնալու են Թուրքիայի պայմանները բավարարելու ճանապարհով։ Նոր պահանջներ էլ արդեն Թուրքիայից են լինելու, այսինքն մենք բավարարելու ենք բոլոր պահանջները ուրեմն Ադրբեջանի, հետո հարաբերությունները եթե ուզում ենք կարգավորենք Թուրքիայի հետ, պետք է նաև Թուրքիայի բոլոր նախապայմանները կատարենք եւ այդ նախապայմաններից մեկը կարծում կարող է լինել այլ ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից, որը գտնվում է ըստ Թուրքիայի սահմանի վրա։ Այնպես որ Թուրքիան դա մեր մարտահրավերների հաջորդ փուլն է, նույնիսկ եթե այս փուլը կարողանանք ինչ-ինչ հրաշքով հաղթահարել, հաջորդ փուլը լինելու է Թուրքիայի նախապայմանները, որոնք ոչ պակաս կոշտ եւ բարդ են լինելու, քան Ադրբեջանի ներկայացրածները։ Թուրքական Հուրիետ Դեյլի կայքի գլխավոր խմբագիր Սերքան Դեմիրթաշը հոդված է հրապարակել Հայաստան կատարած այցի վերաբերյալ։ Հեղինակը հղում անելով Հայաստանի պաշտոնյաներին գրում է, որ Մարգարա Ալիջան սահմանային դարպասի բացումը շրջադարձային նշանակություն կունենա, ինչպես նաև կնպաստի տարածաշրջանային խաղաղությանը եւ կայունությանը։ Նաև նշում է, որ Անկարան թեև չի առարկում սահմանի բացմանը, բայց սպասում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների արդյունքներին։ Էրդողանը ձգտում է ապրիլին Սպիտակ տանը հանդիպել Թրամփի հետ, գրում է Բլումբերգը, պաշտոնյաներն անանուն մնալու պայմանով հայտնել են, որ Էրդողանն Անկարայի եւ Վաշինգտոնի ռազմավարական գործընկերության ամրապնդումը կարևոր է համարում տարածաշրջանային կայունության առումով, ընդգծելով Ուկրաինայից մինչև Սիրիա կարևոր միջնորդ դառնալու Թուրքիայի ձգտումը։ Հետաքրքիր միտում է նկատվում սոցցանցերի ադրբեջանական տիրույթում պատերազմի վերաբերյալ ադրբեջանական պետական քարոզչական ապարատի աճող ռետորաբանության ֆոնին բազմաթիվ օգտատերեր նման նյութերի տակ գրում են, որ իրենց պատերազմ պետք չի, որ սա ամբողջությամբ ապատեղեկատվություն է, պարզ է, որ Հայաստանը չի գնում պատերազմի, այլ Ադրբեջանը։ Մեկն անգամ նշել էր, որ միշտ էլ խաղաղության մասին քննարկումներն Ադրբեջանն է տապալել։ Անգամ ադրբեջանցիները սեփական իշխանության ստերին չեն հավատում եւ մեծ հաշվով հոգնել են Ադրբեջանի բռնապետական վարչակազմի ձեռքին գործիք լինելուց, գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ Մասնագետի կարծիքով վտանգավոր քայլի գնալուց առաջ Ադրբեջանը տրամադրություններ է ստուգում։ Դրա համար կարևոր է աշխատել բոլոր կարևոր դերակատարների հետ, այլ ոչ թե երևակայական պայմանագրերի անիմաստ քարոզչությամբ զբաղվել։ Կրկին սահմանադրության մասին Սրփուի Գալյանն է բացատրել, թե ինչ է նշանակում Փաշինյանի հայտարարությունը, թե նոր սահմանադրությունը պետք է ունենա տարածաշրջանային նշանակություն։ Մեկնաբանություն դեռ չեղած տեքստի վերաբերյալ, ինչպես նախկինում եմ ասել, որ չեմ կարող անել, այնպես էլ այս պահին եմ ասում, որ չեմ կարող անել եւ հետեւաբար ձեր բոլոր հարցերը աստիճանները նոր են բարձրանում, խնդրում եմ, բայց եւ սակայն Չեմ այնուամենայնիվ շնորհակալություն։ Հիմա ձեր հարցերը նորից նույն բանին են միտված, ինչ փուլում է գտնվում։ Ես հասնում եմ տարածաշրջանային նշանակության մասին հայտարարությունը ո՞նց է արտացոլվում։ Դուք պիտի տեքստը գրեք, ինչպես պետք է գրեք, որ համապատասխանի տարածաշրջանային նշանակությանը։ Նույն կամ նույն լեզվով չենք խոսում, կամ դուք ասում եք, ինչպես պետք է արտացոլվի դա տեքստում։ Քանի դեռ տեքստը չկա, ես ինչպես պատասխանում։ Իրանի սահմանների մոտ և Պարսից ծոցում ակտիվացել է ամերիկյան հետախուզական ավիացիան, անօդաչու թռչող սարքը պարեկություն է իրականացնում Իրանի արևմուտքում։ ԱԹՍ-ներից մեկը օդ է բարձրացել Էրբիլում տեղակայված ամերիկյան հետախուզական բազայից և տվյալներ է հավաքագրել։ Իրանագետ Փույա Հուսեյնիի խոսքով սա վկայում է տարածաշրջանում ամերիկյան հետախուզության ակտիվության աճի մասին։
Երևանի ավականու ընդդիմադիր անդամը Ավինյանից հետաքրքրվել է, թե ինչպես է կարողացել իր գրպանից փոխհատուցել ԱՄՆ ուղևորության տոմսի գումարը $20,000։ Այստեղ երկու տարբերակ կարող է եղած լինել եւ խնդրեմ բարձեք որն է եղել։ Առաջի տարբերակը, որ իրականում business class-ի գինը որ $5,000 է, մի հոգի $15,000 ատկատ է ստացել եւ արդյոք դուք այդ $15,000 ատկատը վերցրեք, մի հատ էլ $5,000 ավելացրեք բերեն ու վերադարձրեք $20,000 քաղաքապետարանի բյուջե, թե երկրորդ տարբերակն է եղել, որտեղ իրականում business class-ով չեք թրել եւ first class, առաջին դասի տոմսով եք թրել, որը հնարավոր է $20,000 արժենա, որտեղ այնտեղ խավիար ու, չգիտեմ, մաղճակալա, չգիտեմ, manicure, pedicure են անում, դուք ավելի լավ կիմանաք, այդ տոմսով եք թրել եւ աղմուկը զսպելու համար $20,000 ձեր գրպանից տվել եք, բայց ձեր աշխատավարձը տարեկան $30,000-32,000 է։ Անկեղծ ասած ինձ առհասարակ երբևէ manicure եւ pedicure չեն արել, ոչ ինքնաթիռում, ոչ էլ առհասարակ։ Ողբերգական դեպք Շիրակում Գյումրիի երեխաների տուն պոակում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմին, արտաքին զննության բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Առաջարկում եմ միասին թերթել մամուլի էջերը։ Հրապարակը գրում է, մարտի 25-ին խորհրդարանի հերթական նիստերի օրակարգում, ինչպես հայտնի է, ընդգրկվելու է նաև նախկին ԿՊԱ-ական Հովիկ Աղազարյանին եւ Երևանի նախկին քաղաքապետ Պատիվ ունեմ դաշինքի падգամավոր Տարոն Մարգարյանին անձեռն մխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդագրերի քննարկման հարցը։ Սերժ Սարգսյանի գլխավորած Պատիվ ունեմի падգամավորներն արդեն իսկ որոշել են չմասնակցել այդ նիստերին, հայտարարելով, որ գործ ունեն իրավական ֆարսի հետ։ Բացի այդ, մեզ ասացին, որ Տարոն Մարգարյանն է նման ցանկություն հայտնել, որ ստիպված չլինի ամբիոնից բացատրություններ տալ եւ ենթարկվել ԿՊԱ-ական հարցակումներին, իսկ Հայաստան դաշինքում դեռ վերջնական որոշում չունեն այդ քննարկումներին մասնակցել չմասնակցելու վերաբերյալ։ Ժողովուրդում կարդում ենք փաստաբան Հարություն Հարությունյանը Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանն իր սոցեջում գրում է հատիկ թալանի վերադարձի մասին, դատարաններում սկսում են արագացված կարգով գործերը քննել։ Կարծում եմ, որ հայտարարությունը ուղերձը կաշկանդող են։ Փոխանցեց փաստաբանը նշելով, որ թալանի վերադարձի գործընթացը ուղեկցվում է իրավական անորոշությամբ եւ վերաքննիչ վարչական դատարան արդեն կայացրել է բեկանման ակտ։ Փաստը գրում է, նախորդ օրերին մի քանի անգամ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքեց հայկական ուժերի կողմից ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած ստերը։ Ավելին, Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը եւս փաստացի հերքել է Ադրբեջանի տարածած կեղծ լուրերը, հայտարարելով մարտի 16-ին եւ 17-ին Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը բարեկների է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ։ Իրավիճակը շարունակում է հանգիստ ու հանդարտ մնալ, որևէ անսովոր ակտիվություն չի նկատվել։ Կան տեսակետեր, որ նման հաճախականությամբ նման ապատեղեկատվություն Բաքուն ամենևին պատահական չի տարածում։ Իմասնավորի հանրապետության հրապարակ տելեգրամյան ալիքը կարծում է, որ Ադրբեջանը Սյունիքի դեմ ռազմական ագրեսիայի համար տեղեկատվական հիմքեր է ստեղծում, այսինքն Բաքուն ցանկանում է ունենալ casus belli, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը բացելու համար։ Չնայած հայկական կողմը խոսում է խաղաղության եւ փաստաթուղթը ցանկացած պահին ստորագրելու պատրաստակամության մասին, սակայն Բաքուն նորանոր պահանջներ է առաջ քաշում Հայաստանից փոխհատուցումներ է պահանջում, ադրբեջանցիները ցանկանում վերաբնակեցնել Հայաստանում, պահանջում է կրճատել հայոց բանակն ու չվերազինել այն։ Իլհամ Ալիևի պահանջներն ունեն սկիզբ, սակայն չունեն վերջ։ Բաքուն ամեն ինչ անում է խաղաղության պայմանագիրը չստորագրելու համար, որպեսզի միշտ ունենա հիմքեր հայ-ադրբեջանական սահմանը խախտելու համար։ Մյուս կողմից Ադրբեջանը ցանկանում է հասնել ԵՄ-ի դիտորդների դուրսբերմանը։ Փաստում նաև կարդում ենք Գյումրու ավականու արտահերթ ընտրություններին ընթരാճ գործող իշխանությունները ստի եւ կեղծիքի միջոցով փորձում են ապակողմնորոշել բնակչությանը, նաև կեղծ նարատիվներ են տարածում, որ եթե իշխանական տեխնացուին չընտրեն, ապա բազմաթիվ ծրագրեր չեն իրականացվի։ Ընդդիմադիր տեխնացուները դժգոհում են, որ ի մասնավորի ԿՊ-ն սուբվենցիոն ծրագրերն այնքան է ձգձգել, որ դրանց իրականացումն այժմ կապում է քաղաքապետի տեխնացու Սարիկ Մինասյանի անվան հետ, տպավորություն ստեղծելով, թե այդ ամենն իրականացվում է զուտ իրենց տեխնացուի շնորհիվ։ Օրերս էլ աշխատանքային այցով Շիրակի մարզում է եղել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը, որը հայտարարել է, թե առաջիկա օրերին բացվելու է հյուսիս-հարավ ծրագրի Լանջիկ-Գյումրի 27.5 կիլոմետր ճանապարհահատվածը, որը զգալիորեն կթեթևացնի մեքենաների երթևեկությունը միջպետական մայրուղում։ Նախարարը նաև խոստացել է մոտ $4 միլիոն Գյումրու մի շարք կենտրոնական փողոցների վերանորոգման համար։ Հետաքրքիր է, որ Գյումրու նախկին իշխանությունները տարիներ շարունակ դիմել են Փաշինյանի գլխավորած կառավարությանը, գործադիրն էլ հաստատել է ծրագրերը, սակայն գումարներ այդպես էլ չի փոխանցել։ Իսկ այժմ, երբ
երբ իրենց տեխնացուին անցկացնելու խնդիր կա, քափուկր տինքի մեջ աշխատանքներ են կատարվում։ Իհարկե, լավ է, որ աղետի գոտում աշխատանքներ են իրականացվում, բայց այս վերաբերմունքը ընդդիմադիրները որակում են որպես ընտրակաշարք։ Մյուս կողմից ստացվում է, որ իշխանությունները կարող էին այդ աշխատանքներն անել դեռ տարիներ առաջ, բայց միտումնավոր ձգձգել են։ Իշխանությունները հասկանում են, որ արդար ընտրությունների դեպքում հաղթելու որևէ շանս չունեն, եւ այս օրերին ցուցակագրումներ են իրականացնում, փորձում են գտնել այլընտրանքային լուծումներ, այդ թվում այնպիսիք, որոնք ժամանակին քննադատում էր Նիկոլ Փաշինյանը։ Ամերիկացիներին հորդորել են Ֆրանսիային վերադարձնել ազատության արձանը, առաջարկի հեղինակը Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի падգամավոր Ռաֆայել Գյուրքսմանն է։ Պատճառն այն է, որ ԱՄՆ-ն այլևս չի մարմնավորում այն արժեքները, որոնք դրդել են Ֆրանսիային նման նվեր անել։ Ազատության արձանը բացվել է 1886 թվականին ի պատիվ ամերիկյան անկախության հռչակագրի 100-ամյակի որպես ֆրանսիացի ժողովրդի նվեր։ Ամերիկան հրաժարվել է վերադարձնել արձանը, այսպես ասած նվերը հետ չեն ուզում։ Եռացող ջրով է լցվել Մոսկվայի Պոլյարնայա փողոցը, որտեղ շատ մեքենաներ են կայանված եղել։ Հեղեղվել են տրամվայի գծերը, ըստ տեղեկության եռացող ջրով խողովակ է պայթել։ Որոշ ժամանակով երթևեկությունը դադարեցվել է, կան տուժածներ։ Volkswagen-ը կարող է զենք արտադրել գերմանական բանակի համար, պատճառը մեքենաների արտահանման կիսով կրճատումն է, բացի այդ դա շատ օգտակար կլինի Եվրոպայի վերազինման համար։ Ի դեպ, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ընկերությունը նման փորձ ունեցել է։ Չինաստանում սկսել են մտածել նաև ռոբոտների առօրյայի մասին, նրանք հիմա ոչ միայն աշխատում են, այլև առավոտյան վազքի դուրս գալիս։ Բուդապեշտի երկնքում օղակներ են հայտնվել, պարզվում է դրանք ինքնաթիռի թողած ինվերսիոն հետքերն են, նման պատկեր է ստացվում, երբ օդանավի շարժիչներից անջատված տաք օդը խառնվում է ցուրտ օդի հետ, այն բարձրությունների վրա, որտեղ շրջակա միջավայրի ջերմաստիճանը 0-ից ցածր է։ Նման հետք ոչ բոլոր ինքնաթիռներն են թողնում։ Եվ եղանակ ջերմաստիճանը նվազում է 10-ից, սպասվում են տեղումներ լեռնային շրջաններում նաև ձյան տեսքով։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար։ Ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու, հավանում եք այս հաղորդաշարն ու բաժանորդագրվում։